Եթե գազի գինը թանկանա, դուք այլ ընտրանքային տարբերակ ունեք։ Գիտեք ինչ, էլի եթե։ Իսկ եթե չթանկանա, մենք պետքա վատ սցենարը նայենք։ Մենք վատ սցենարները վաղուց ենք նայում, բայց էլի եմ ասում, պետությունը չի կարելի դարձնել մի հարցի բան։ Մի հարցի դա կառուցվածքաստեղծ հարց է։ Կառուցվածքաստեղծ հարց է, Հայաստանում էլ ասում են, որ Հայաստանը անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունի։ Անսահմանափակ արևային էներգիան։ Հիմա մենք օրինակ այդ նույն գազի շուրջ դողի պատճառով մեր արևային էներգիայի բաները զարգացումը սահմանափակել ենք, որովհետև Եվրամիության հետ հարաբերություններ չենք հաստատել, որովհետև կուտակիչ կարողություններ ունենալու համար դա հնարավոր չէ առանց Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների։ Մյուս կողմից ասում ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական պոտենցիալ ունի։ Ես անցյալ տարի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահի հետ արհեստական բանականության ոլորտում փոխըմբռնման հուշագիր եմ ստորագրել։ Մի տարի չի անցել։ Նա Երևանի պետական համալսարանում սուպեր համակարգիչ տեղադրված։ Գագարինում արհեստական բանականության գործարանն է ստեղծվել եւ Հրազդանում այսօր վաղը մի քանի օրվա մեջ կստեղծվի Firebird-ի 5 միլիարդանոց ծրագրի առաջին մոդուլը։ Այսինքն մենք կարանք հասկանում եք, մենք պետք է ընտրություն կատարենք, մենք պետություն ենք, թե պետություն չենք։ Շատ լավ։ Քանի որ Էլ չեմ ասում հիմա գյուղատնտեսական մթերքի հետ կապված խնդիր կա, մենք հիմա այդ թվում Եվրամիության հետ համագործակցությամբ մենք կսուբսիդավորենք այդ ծախսերը։ Կսուբսիդավորենք եւ նոր շուկաներ կձեռք կբերենք։ Որովհետեւ ես ձեզ ուրիշ բան ասեմ, Միջև խնդիր չի առաջանում, մենք խնդրում աղաչում ենք մեր գործարարներին, ասում ենք, լսեք, եկեք ուրիշ տեղեր արտահանենք։ Դենդրկվոտայի հարց կա, մաքսատուրքի հարց կա։ Աջակցում են, դրա համար ասում եմ, Եվրամիություն եւ Չինաստան մեր արտահանումը կրկնապատկվել է։ Հնդկաստան 87%-ով աճել է։ Եվ պետք է աճի։ Էլ չեմ ասում Հայաստանի ներսում, բայց զբոսաշրջիկը, որ գալիս է Հայաստանում ծիրան առնում, դա էլ արտահանում։ Ինչ տարբերություն ինքը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում այդ ծիրանը ուտում, թե Սոֆիայից գալիս է Երևան, Երևանում է ուտում։ Մենք զբոսաշրջության բան ունենք, մենք Վիզեր ընկերության հետ համագործակցություն ունենք։ Զբոսաշրջության թվեր երկնիշ տեմպերով աճում են։ Այդ մարդիկ գալիս են իրան են առնում, կոնյակ են առնում, այն այսօր գինու փառատոնն է բացվում։ Տենանք ինչ կկատարվի։ Ընդդիմությունը պահանջում էր հետաձգել։ Իր իրավունքն է, թող պահանջի։ Պարոն Փաշինյան, քանի որ հիմա նաև մի ժամից մի քիչ շատ կավարտվի քարոզարշավը, հաշվետվության ժամանակ է նաև այս 5 տարում ձեր կարևոր ձեռքբերումը եւ բացթողումը։ Գիտեք, ինչ նախ այն ինչ որ համարվում է բացթողում, ես ուզում եմ այլ դիտանկյունից նայեմ, պարզ է որ եղել է 21 թվի իրադարձություններ, 22, 23 Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադարձությունները, բայց ես երեք բանավեճի մեջ էլ ասացի, ես այսօր մեր ժողովրդին զեկուցում եմ, որ այո շատ դժվար, շատ տառապալիցա տաժանակիր իրավիճակների միջով անցնելով ես Հայաստանի Հանրապետությունը հակամարտության եւ պատերազմի թակարդից դուրս եմ բերել։ Սա ինչի համար եմ ասում, որովհետեւ դա միևնույն ժամանակ հիմա ընդունված է դե եկել բանավեճը, Արցախը տվեց, Արցախը հանձնեց եւ այլն, բայց էլի իմ համոզմունքն է, որ Ղարաբաղի շարժումը մի թակարդ էր, որից պետք էր դուրս գալ եւ ես հպարտեմ, որ մենք դուրս ենք եկել այդ թակարդից։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։